Մենք վերադարձանք Բարի առավոտ։ Եվ այո, ինչպես խոստացանք, հաղթական թեմայից ենք սկսելու զրույցը եւ այսպես Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրում Լումպուր կամ կայացած Muay Thai աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական անգամ բարձր պահեց հայկական սպորտի հեղինակությունը։ Ավելին քան 145 երկրի եւ շուրջ 2000 մարզիկի մասնակցությամբ անցկացված աշխարհի առաջնությունում մեր մարզիկները նվաճեցին 2 մեդալ, 1 ոսկի եւ 1 արծաթ։ Հաղթանակների մարզական պատրաստվածության, ինչպես նաեւ Հայաստանում Muay Thai-ի զարգացման հեռանկարների մասին զրույց կունենանք մեր հյուրերի հետ այս պահին։ Ես էլ ներկայացնեմ, տաղավարում են Հայաստանի Muay Thai-ի ֆեդերացիայի նախագահ Արտակ Պրուտյանը, բարի առավոտ։ Հավաքականի եւ անձնական մարզիչ Ալեքսան Աղաբալյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ոսկի մեդալակիր Արայիկ Պրուտյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ արծաթե մեդալակիր Գոր Հակոբյանը, բարի առավոտ։ Մենք շնորհակալ ենք, որ օրը սկսում եք մեզ հետ, շնորհավորում ենք ձեզ հաղթանակների կապակցությամբ եւ թող դրանք լինեն շատ ու ձեր միջոցով եւս ծածանվի Հայաստանի եռագույնը տարբեր երկրներում ու հարթակներում։ Հաղթանակների պակաս թող երբևէ չունենաք։ Սկսենք երևի թե հենց աշխարհի առաջնությունից, հետո արդեն խոսենք ձեր կարգավիճակի մասին, ձեր մարզված վիճակի մասին։ Պարոն Պրուտյան, ինչ եք կարծում, ինչպեսի նշանակություն ունի առասարակ այս սպորտաձևի համար աշխարհի առաջնություն եւ հենց այս արդյունքները։ Նախ շնորհակալություն հյուրընկալելու համար։ Այս առաջնությունը, աշխարհի առաջնությունը ցանկացած մարզիկի համար, ցանկացած սպորտաձևի համար շատ կարևոր է, որովհետև Եվրոպա աշխարհի առաջնությունում մասնակցելը եւ մեդալ նվաճելը դա շատ մեծ հաջողություն է եւ աննկարագրելի բերկրանք մարզիկների համար, մարզիչների համար, ֆեդերացիայի համար։ Հունիսի 10-ից 22-ը Մալազիայում տեղի ունեցավ աշխարհի առաջնություն, որին մասնակցում էր նաեւ մեր հավաքականը։ Մինչև 16 տարեկաների քաշային կարգում Արայիկ Պրուտյանը 2 մենամարտ անցկացնելով 2 մենամարտի նոկաուտի ենթարկելով իր մրցակիցներին, առաջինը Մալազիան ներկայացնող մարզիկն էր, երկրորդ Ուզբեկստանը ներկայացնող մարզիկը ճանաչվեց հաղթող ոսկե մեդալակիր։ Գոր Հակոբյանը առաջին մենամարտը հաղթելով Մալազիան ներկայացնող մարզիկին դուրս եկավ եզրափակիչ, մեկ միավորի տարբերությամբ զիջեց Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին։ Մալազիացիները լավ պատրաստված չեն եղել մի խոսքով։ Չէ, լավ պատրաստված եղել են, պարզապես մերոնք էին ուժեղ, այդ ուրիշ հարց, այդ ուրիշ։ Ես դա էլ ուզում եմ։ Աշխարհի առաջնությունը այնպես չի լինում, որ հենց դառնում ես ենթադրենք Հայաստանի չեմպիոն կամ հավաքականի անդամ եւ միանգամից գնում ես աշխարհի առաջնություն։ Այդ մի քանի միջազգային առաջնություններ են հաղթահարել, նախորդ անգամ մենք ձեր հյուրընկալվել էին տղաները Antalya Open European Cup առաջնությունում նույնպես Արայիկը նվաճել էր առաջի տեղը, երկրորդ տեղը Գոր Հակոբյանն էր, 2-3 մրցում ունեցան, 2 մրցում Հայաստանում, Կովկաս Open եւ առաջնությունը եւ ավելի բարձրացրեց իրենց աստիճանը նման հաջողություն ունենալու համար։ Կային երկրներ, որոնք որ 20-30 մարզիկով էին հանդես եկել, բայց ընդհանրապես մեդալ չեն նվաճել։ Մենք 6 մարզիկով ենք մասնակցել։ Մեր ամենափոքրը 8-9 տարեկան օրինակ մարզիկը իր քաշային կարգում եղել է 32 մարզիկն է, գրավել է 4-րդ տեղը։ 3-4 մենամարտ է անցկացրել։ Սպորտ աշխարհում բոլորը գիտեն IFMA Muay Thai ֆեդերացիայի ոսկե մեդալակիր կամ արծաթե մեդալակիր, նույնիսկ բրոնզե մեդալակիր ունենալը դա շատ բարձր հեղինակություն ունեցող ֆեդերացիա եւ բարձր հեղինակություն է վայելում նման մեդալներ ունենալը։ Այո։ Դե 145 երկիր, 2000 մասնակցի շրջանակում իսկապես է մեծ ձեռքբերում բնականաբար։ Ալեքսան, դուք որպես մարզիչ ինչպես եք գնահատում Հայաստանի հավաքականի այս աշխարհի առաջնությունում պատրաստվածությունը, մասնակցությունը ընդհանրապես։ Պատրաստվածությունը գնահատում եմ շատ դրական։ Բարդ ճանապարհով անցանք մինչև հասնել այս արդյունքին։ Աշխարհի առաջնության մասնակցությունը շատ բարձր, որովհետև 6 մասնակից եւ մեդալակիր նաեւ աշխարհի չեմպիոն ունենալը դա արդեն ինքնին արդեն բարձր արդյունք է։ Մենք խոսում ենք բնականաբար մրցակցության մասին, բայց հետաքրքիր է ուզում եմ տղաների հետ նաև խոսել, ինչ դժվարությունների միջով անցակ Գոր, ձեզնից սկսենք, հետո Արայիկի հետ կզրուցենք։ Պարոն Պրուտյանն ասաց, որ սկզբից մալազիացի էր, հետո ուզբեկ, դուք ինչպես եք գնահատում ձեր հակառակորդների պատրաստվածությունը։
Հակառակորդները բավականին լավ էին պատրաստված, բան չունեմ ասելու։ Առաջինը նոկաուտով հաղթեցի, երկրորդը միավորների առավելությամբ պարտվեցի։ Դե այդ միավորների տարբերությունը բնականաբար կհամաձայնեք ինձ հետ պարոն Բրուտյան, որ միավորների տարբերությունն է խոսում պատրաստվածության մասին, թե տեխնիկան կամ Չէ, դա խոսում է մեկ միավորի տարբերությունը, դա խոսում է մարզիկների բարձր պրոֆեսիոնալիզմ լինելու մասին։ Մեկ միավորը դա ոչինչ չի ասում։ Դա արժևում է եւ հուսով ենք, որ Գորգ Հակոբյանը դեռ իր խոսքը ասել է տարեկաների տղաներն էլ, այո, եւ տղաներն էլ կհամաձայնեն, որ ավելի պատվաբեր է հենց ուժեղ մրցակցի հետ կռվել է եւ այո հաղթանակ նվաճել է։ Արայիկ, ինչն էր քո հաղթանակի գրավականը, պատրաստվածությունը, թե նաեւ հոգեպես ամրությունը, որովհետեւ կարծում եմ դա էլ շատ կարեւոր է։ Մրցաշարին պետք է պատրաստել ոնց ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Օր ու գիշեր ես պարապում էի իմ ազնական մարզիչի մոտ Ալեքսան Աղաբալյանի եւ Նվեր Թորոսյան եւ Հովհաննես Նագաբեդյանի մոտ։ Արայք, երբ որ իմացա, որ աշխարհի չեմպիոն ես, այդ ինչ զգացողություններ են ընդհանրապես մարզիկի համար։ Ուրախության եւ հպարտության էմոցիաներ ունեցա, որովհետեւ ամբողջ Հայաստանի Muay Thai ֆեդերացիայի մեջ ես առաջի աշխարհի չեմպիոնը դարձա։ Դա իսկապես շատ հպարտորեն նախ հայտարարելու, հետո լսելու առիթ է բնականաբար։ Ինձ հետաքրքիր է մարզիկները, երբ հաջողությունների են հասնում աշխարհի որևէ կետից, վերադառնալիս նշում են, ուրախանում են կամ որևէ ձև տոնվում է այս հաղթանակը, թե ոչ, ինչ իրադարձություն է տեղի ունենում արդեն տոնում ենք, հետո արդեն ասում ենք պարապմունքներին, որ այդ արդյունքը էլի կգնենք։ Արայիկ, ինչ ճանապարհ ես անցել մինչև գնալը մարզումների։ Մի քիչ այդ ընթացքի մասին խոսենք, որովհետև մենք սովոր ենք տոնել հաղթանակները, բարձրաձայնել միայն հաղթանակների մասին, բայց այն քրտնաջան աշխատանքը մնում է միշտ հետևում ու ձեր այն առավոտից իրիկուն օրերի մեջ։ Մի փոքր դրա մասին բարձրաձայնյա, ինչ զրկանքներ եք կրում, ինչից եք հրաժարվում։ Սա իմ առաջի աշխարհի առաջնությունը չէ, ես մի քանի անգամ մենամարտել եմ, պարտվել եմ, բայց չեմ ազնվել, գնացել եմ առաջ, օր ու գիշեր պարապել եմ։ Դասեր ես քաղել նախորդ դասեր եմ քաղել։ Իսկ յուրաքանչյուր պարտություն ճանապարհն է հաջորդ հաղթանակի, իսկ պարտությունը պարզվում է ճանապարհ է, այլ ոչ վերջնական վիճակ։ Մի փոքր համեստ եմ գտնում եւ ես ավելի շատ ասեմ։ Մեն Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ մեր մարզիկները մարզվել են կոնկրետ Գորը, կոնկրետ Արայիկը եւ մնացած մարզիկները շաբաթը 6 օր մարզվել են, նույնիսկ Կիրակի օրերը նաեւ ինտենսիվ մարզումներ են անցկացրել եւ այդ 6 օրը 2 մարզումներ են անցկացրել։ Իրենց հասակակիցները մանկություն են վայելում, արձակուրդ են վայելում ամառային։ Ասրա մասին եմ ասում, արդյոք եք ասում։ Դա եմ ասում, համեստեն ամառային արձակուրդ են վայելում։ Այդ ծանր պարապմունքները նաեւ վնասվածք, նաեւ ասեմ որ Արայիկ Բրուտյանը 10 օր առաջ, մրցաշարից առաջ լուրջ վնասվածք ուներ կոնքի լուրջ վնասվածք ուներ եւ նույնիսկ մտածում ենք որ կարող է չհաղթահարի, բայց Փառք Աստծո այդ օրերին Մալազիայում մի փոքր թողեց եւ կարողացավ ցավը հաղթահարել։ Եւ այն էլ ոնց հաղթահարեց։ Ինչպես նաեւ մարզիչը ամենակարևորը մարզիչին նայում է օր ու գիշեր, ասենք ոչ ցուրտ, ոչ տաք, ոչ նույնիսկ հիվանդ ժամանակ ջերմություն ունենում են, գնում են մարզում են։ Իրենց հասակակիցները վայելում են իրենց մանկությունը, հանգիստը Մարզումների մրցաշարից եկել են ընդամենը 1 օր է անցել եւ արդեն անցել են իրենց հերթական գրաֆիկին։ Իրենց համար դարձել է ապրելակերպ, նույնիսկ ասում են մի փոքր հանգիստ է պետք, ասում են ոչ դե արժևում են մրցումներ կա, որ հաղթային։ Իմ կարծիքով նպատակասլաց եւ մոտիվացիոն այդ ամեն ինչի հասնելու համար ցանկացած մարզիկ, ցանկացած մարդ իր նպատակին կհասնի։ Անպայման, Իհարկե, հետո մարզիկ լինելը, իսկական մարզիկ լինելը դա արդեն կենսակերպ է եւ տեսակ։ Եվ այսքան ժամանակ չեղե Ալեքսան Աղաբալյանից այն մարզիչից, որ օր ու գիշեր ջանք չի խնայել մարզիկներին հասցնելու, որտեվ ես ոնց որ ասած առատույց իրիկուն ես միշտ կապի եմ մարզումները տեսնում եմ, նաև իմ կարծիքն եմ հայտնում ու այն դեպքում երբ որ ինձ ասում են գոհ ես, ես իհարկե գոհ եմ, բայց այն դրական էմոցիաները ես չեմ արտում, երբ որ մենք գոհ լինենք վերջնականապես ասենք ամեն ինչ լավ է, պետք է արդեն թոշակի ուղարկենք արդեն մարզիկներին, ֆեդերացիան ասենք գնանք ղեկավարը, միշտ ֆեդերացիան մարզիչը
պետքա միշտ դժգոհի, որ մարզիկները ավելի ոգևորվեն։ Ես զգում եմ այդ պահը։ Մարզիկները հարվածում են, մարզումներ անց են կասում, միշտ ինձ հարցնում են մարզումների ժամանակ, ես ասում եմ դժգոհ եմ, միանշանակ դժգոհ եմ։ Ես տեսնում եմ մարզիկները նույնիսկ վիրավորվում են, նեղվում են, ասում են ոնց թե այսքան բան անում ենք, էլի դժգոհում են, բայց դա է կարգը, որ այսպեսի հաջողություններ են հասնում։ Թե կարևորը պտուղները հետո լինեն։ Նախ արդյունքը միանշանակ խոսում է իսկապես առաջինը մարզչի ներդրումը մարզիկների վրա, ժամանակը ընդհանրապես թե հոգեբանական եւ թե տեխնիկական այդ սպորտային յուրաքանչյուր վիճակ։ Այո, մենք էլ ենք միանում շնորհակալություններին Ալեքսան։ Նաև ձեր շնորհիվ է, որ տղաները իսկապես հաջողություններ են գրանցում։ Շատ լավ, ինչ ծրագրեր կան ֆեդերացիայի մասով, արդեն որպես մարզային սպորտաձևը ավելի մասսայական, ավելի հասանելի մարզերում սպորտաձևը զարգացնելու։ Տեսեք, մեր մոտ մարզային մարզերում ավելի շատ են մարզում, շատ են մարզում։ Քան Երևանում։ Երևանում էլ են մարզում, պարզապես մարզային երեխաները մի փոքր ավելի շատ են ներգրավվածությունը, քան թե Երևանի հնագող երեխաները այդ ինտերնետային, այդ հեռախոսային բայրն այդ ծնողների ազդեցությունը։ Երևանը մի փոքր ուրիշ է։ Ճիշտ այդ ցավին, այդ երկարատև մարզումներին համ իրենք չեն դիմանում, համ նաև ծնողներ կան, որոնք որ արգելում են։ Մարզերում մենք շատ ունենք։ Այս տարին ընթացքում մասսայականություն է վայելում մեր ամբողջ հանրապետությունում, Արարատի մարզ, Արմավիրի մարզում։ Պլանները մոտ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը 40 հոգանոց անձնակազմը մեկնելու է Քոբուլետի Վրաստանի Հանրապետություն ուսումնամարզական հավաքի, որը նաև զարկ է տալու դրան ավելի համ հանգիստ է լինել համ ուսումնամարզական հավաք երկօրյա մարզումներով։ Օգոստոսին 17-ից 30-ը մեկնելու են Սոչի ուսումնամարզական հավաքի, որից հետո սեպտեմբերին աշխարհի առաջնություն, հոկտեմբերին Եվրոպայի առաջնություն եւ արդեն նոյեմբերին էլի 17 մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնություն, այսինքն մասնակցելու են այն մարզերն, որոնք որ վերջի 3 տարին մեդալակիներ են դարձել, ուժեղագույններ։ Տղաները արդեն պատրաստ։ Այո, ու այդպիսի պլաններ են։ Նոյեմբերին անց են կազմելու Երևան Open առաջնությունը։ Այս տարիների ընթացքում մենք մասսայականությունը դրել ենք, զարգացնում ենք, մեր ворթեգրած սկզբունքով գնում ենք առաջ եւ արդեն տարիներ անց խաղում ենք մեր պտուղները։ Ինձ հետաքրքիր է Ալեքսան, ինչպեսի process է աշխատանքային, երբ գործ ունեք երիտասարդի հետ ամեն դեպքում, դեռահաս, որը որ նախ հոգեբանորեն, որպես այդպիսի դիսբալանսների մեջ է, կամ դեռ մի խոսքով բարդությունները շատ են բնականաբար, ինձ թվում է կհամաձայնեք ինձ հետ, երբ գործ ունես դեռահասի հետ, բայց նրան պատրաստում ես այդ ինչ process է, մի փոքր պատմեք ձեր աշխատանքից։ Դեռահասի հետ աշխատելը սկզբնական նախ պետք է նրան հոգեբանորեն տրամադրես այդ մարզաձևին։ Սկզբից պետք է ինքը, որ ասում եմ, ուղեղով հասկանա, թե որտեղ է, ինչի համար է եկել, եւ հետո նոր սկսենք արդեն մնացածը թե ֆիզիկական աշխատանք, տեխնիկական աշխատանք։ Փառք Աստծո, այս տարիների ընթացքում ստացվում է այդ ամեն ինչը, մարզիկին փորձում եմ առաջինը, ասած ասած ինձանով անեմ, հետո նոր սկսեմ իր սպորտային զարգացումը ավելի խորը։ Մի քանի կարևոր կետեր կնշեք, որոնց պետք է տիրապետի եւ որ հատկանիշներն են, որ պարտադիր պետք է ունենա մարզիկը արդեն չեմպիոն դառնալու համար։ Մարզիկը պետք է կարողանա իր մեջ ինքն իրեն հաղթահարի։ Պետք է միշտ ցկտի դեպի առաջ եւ ոչ մի ինքն իրեն նկատի ունեք ծոլությունը, կամքը, դիսցիպլինա եւ կարգապահություն։ Մի փոքր մի պատճառից չպետք է ասել, դե լավ, այսօր չմասնակցեմ մարզումներին, կգնամ դեռ մեկը հալա ժամանակ ունեմ եւ այլն։ Ինչպես են ասում տղաներ ձեր մարզումները, օրինակ զավեշտալի դեպքերով, տարբեր ցավոտ դեպքերով, այ ինչու ոչ նաեւ հետաքրքիր է անցնում։ Հումորային թե ցավ։ Շատ ընկերներ եք ձեռք բերում բնականաբար սպորտում ամենալավ ընկերները։ Միմյանց մասին հոգ տանել, բնականաբար աջակցել իրար, ուրախանալ, ամենակարևորը հաղթանակներով, թե անհատական։ Համ թիմային, համ անհատական։ Եթե ներողություն։ Այո։ Եթե այսօր ձեզանից յուրաքանչյուրը խորհուրդ տար այն երիտասարդին, այն դեռահասին, այսպես ասեմ, ով պատրաստվում է զբաղվել մայթայով կամ կուզեր այս սպորտաձևով մասնակցել, որը կլիներ այդ խորհուրդը։ Լինել դիսցիպլիներովնի, կարգապահ, լսել մարզիչին եւ իր ծնողներին։
Իսկ եթե ես ուզում եմ գորնել պատասխանի այդ հարցը։ Նույնը ես կասեմ։ իսկ եթե դեմ է ծնողը հետաքրքիր, բայց երեխան շատ է ուզում իսկապես սպորտով զբաղվել։ Ինչ շիթում որ ծնողը դեմ կլինի, եթե տղան ուզում է սպորտով զբաղվել։ Հավատացեք, կան այդպիսի դեպքեր, կան այդպիսի մայրիկներ հատկապես, հայրիկները չեմ կարող ասել, որոնք վախենում են, հատկապես սպորտաձև, որն իրենից ռիսկեր է պարունակում, երբեմն մտածում եմ, որ ավելի լավ երեխային հեռու պահել եւ փափուկ բամբակների մեջ մեծացնել։ Ծնող եւ Այո, վստահ եմ, որ գիտեք, որ կան այդպիսի։ Բայց Muay Thai լինելով աշխարհում համար մեկ առաջին հարվածային սպորտաձևը, բոլորը գիտեն, նորից եմ կրկնում, IFMA Muay Thai ֆեդերացիայում նվաճել ոսկի կամ այլ մեդալներ եւ շատ հեշտ ճանապարհ է հարթում դեպի պրոֆեսիոնալ մրցաշար։ Այդ բոլորը գիտեն դրա մասին։ Իսկ դրա մասին ինչ որ դուք ասում եք, դա պետք մայրիկները համոզում են այն դեպքում, ունենք դեպքեր, համոզում են այն դեպքում, երբ որ արդյունք դրանց եւ տեսնում եք երեխայի փառքը, իր երեխայի երջանկությունը, որդու երջանկությունը, ամենակարևորը մեր օրերում զբաղվել սպորտով եւ չզբաղվել այլ վատ բարքերով, հենց դա է մեր նպատակը, որ կտրել վատ բարքերից կտրում ենք, բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, որ երեխան շատ բարդ մանկահասակ է եղել, ծնողը բերել է եւ որոշ ժամանակ անց այդ ամեն ինչը ագրեսիվ է եղել, ծնողներին չլսող եղել։ Ես ձեզ հավատացնում եմ, մեր մարզիչների միջոցով բազմաթիվ երեխաներ կան, որոնք որ դաստիարակվել են, որոնք որ ծնողին սիրել, հարգել են իմացել, որտեղ եղել են դեպքեր, որ ծնողները բերել են, ասել են չի ենթարկվում, բայց մարզումների միջոցով տեսնելով մյուս տղաներին ոնց են աստիճանաբար այդ ամեն ինչը հարթվել է ու այսօր նորից եմ կրկնում այդ վատ բարքերից փողոցից կտրել այդ թմրանյութերից եւ մի այլ շարք միջոցներից այդ հեռախոսներից հավատացեք եթե սպորտով չպարապեն այլ բանով չզբաղվեն իրենց օգուտ 24 ժամ կլինեն հեռախոսի մեջ կամ փողոցում կամ այլ դեպքերում մարզիկը այլ կարգով այլ ձև է մտածում իր նպատակը չկա մեր մոտ եւ ընդհանրապես այլ սպորտի մեջ որ մարզիկը լինի լուրջ մարզիկ կամ սպորտով զբաղվող մոտիվացիոն դեպի հեռանկարային եւ այդ վատ բարքերի հետ ինքը կապ ունենա Դե իսկապես սա շատ կարևոր է հատկապես ծնողների համար երբ այո նկատում եք ձեր երեխայի մեջ տարբեր նախասիրություններ որոնց հետ համաձայն չեք բնականաբար սպորտը շատ կօգնի նաեւ այս դեպքում եւ ինչու ոչ այդ ագրեսիան կարող է լավ աշխատել օրինակ իր վերածվել հաղթանակի այլ ոչ թե դժբախտ պատահարի Ձեզ լավ օրենք մաղթում այո կսպասենք հաջորդ հաղթանակներին հաջորդ մեդալներին սիրողոսաբանելու համար այո մեր տաղավարում Ձեզ լավ օր այս պահին սիրելի հեռուստադիտողներ շատ կարճ գովազդային ընդմիջում մնացեք մեզ հետ